Հիմա կարդամ օրակարգի 3 հարցերը, ինձ ասեմ հարցի կարևորությունից ելնելով, որպեսզի մենք կարողանանք համալիրներին շմագի փորձառության եզրակացությունները տան, չէին կարող մենք մեր երկրականիստի ժամանականին, որպես Էսի պետք էր, դրանք որ այսօր պետք անենք աղոթանու արտահերտ նիստը բաղկացած օրակարգը 3 հատից առաջին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայթի 2024 թվականի համար հաստատված բյուջեում փոփոխություններ կատարելու մասին, երկրորդ Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայթի մակինից բնակավայրում կարգահամարի կառուցման շմակ և փորձաքննության համաձայնություն տալու մասին, եւ երրորդ Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայթի կարգան բնակավայրում կարգահամարի կառուցման շմակ և փորձաքննության համաձայնություն տալու մասին։ Եթե առարկություններ չկան, խնդրում եմ քվեարկություն։ Ովքեր եք ով։ Բանի ովքեր եք։ 21։ Բոլորը կողմ, հա, բարձրացրեց։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Ասում ենք օրակարգի առաջին հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայթի 2024 թվականի համար հաստատված բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։ Հարգելի գործընկերներ, խոսքը ինչի մասին է։ Համաձայն Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի կողմից ներկայացված զեկուցագրի եւ բազմաթափերի նախարարների, ըստ որի պետք է եւս 490 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։ Խոսքը որների մասին է, Վարդենիս քաղաքի 3-րդ հասցեի շենքի կողային հատվածից Չայեցի 50 րոպե հասցեում գտնվող մանկապարտեզքանով 200 մետր քառակուսի ճանապարհի հատվածի կառուցման համար։ Ուրեմն ճանապարհային հատվածի կառուցման համար առաջարկում եմ Վարդենի Սամայթի աղոթանու 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 134A որոշումով համայնքի ֆոնդային բյուջեում 1.6.1 գործառնական դասակարգման ծրագրի 51-12 տնտեսագիտական հոդվածից թույլատրված 3 միլիոն գումարը ավելացնել ևս 3 միլիոնով, ընդամենը 6 միլիոն։ Այսինքն, Տեսմանկյան փողոցի թիվ 1 եւ թիվ 3 բազմաբնակարան բնակելի շենքերից դեպի մանկապարտեզ գիտեք Պանավանի այն շենքերի համարա, որ մի ճանապարհը տանում է դպրոց, մյուս ճանապարհը տանում է մյուս ճանապարհը տանում է դպրոց, մյուս ճանապարհը տանում է մանկապարտեզ։ Այդ հատվածում մենք նախահաշվի որ արել ենք մի որոշակի մաս եւ բնակչության խնդրանքով հաշվառելով տվյալ թվամասի եւ տվյալ բազմաբնակարան շենքի բնակիչների խնդրանքը եւ մեր տեսածը, որ իրականում եթե մենք էդի չավելացնենք, քիչ տեղ կլինի, կամ ասենք ասֆալտը տարիների ընթացքում քայքայվելուց Ճանա, դրա համար մենք էդի ավելացրեցինք այդ տարածքը, որպեսզի կարողանանք այդ տարածքում ասֆալտապատման աշխատանքներ կատարել։ Իսկ մյուս խնդիրը վերաբերվում է Ռոմանի փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի հարակից տարածքի ասֆալտապատման, ելին դե որոշակի հատված մոտավորապես 150 քառակուսի մետր հատվածան, որի մնացելադուց ուզում ենք, որ այդ ասֆալտը բերենք կատարենք փողոցի, այսպես մյուս փողոցի ասֆալտին, որպեսզի ավելի սիրուն տեսք ունենա եւ կողային հատվածը ասֆալտապատված լինի եւ խուսափենք հետագա մնացած աշխատանքներից։ Ուրեմն ընդամենը 1.837.000 դրամ 150 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքները ավարտին հասնելու նպատակով։ Ինչպես գիտեք, իսկ ներկայացնում է Վարդենի Սամայթի քաղաքաշինության բաժնի կողմից ներկայացված զեկուցագիրը եւ նախագիծը, որը ձեր փաստաթղթերի մեջ արդեն առկա է։ Այս է նախագիծը։ Եթե առաջարկություններ կան, ասում եք 490 քառակուսի մետրը, այսինքն անցած նիստով մենք այդ քառակուսի մետրը ներառված 490-ի մեջ թե ավելին։ Երեք ընդամենը Ընդամենը այս պահի դրությամբ 490 քառակուսի մետր է, բայց մենք անցած աղոթանու նիստով հաստատեցինք 300 քառակուսի, 340 քառակուսի,
բայց այնտեղ հետագա չափումներով բարձրեց, որ մի քիչ ենթերի ավելացրեցին, սարքեցին 300 քառակուսի մետր եւ պլյուս 150 քառակուսի մետր Հռոմանի փողոցի վրա, ընդհանուրը կազմեց 490 քառակուսի մետր ասֆալտաբանման տարածք, որի ընդհանուր գումարը մենք անցած հավաքումից 3 միլիոն էինք հասկացել, 3 միլիոնը չի բավարարում, երես մեզի պետք է 3 միլիոն, որտեղ 6 միլիոն գումարով մենք կարողանանք երկու բազմաբանական շենքերի պատերի ասֆալտապատումը հասնենք լիակատար ավարտին։ Իմ հարցն այլ է, հարցը ստեղ շարադրվածքը ինչ է շարադրվածը։ Շարադրվածը եւս 490 քառակուսի մետրի համար գումար է։ Ընդհանուր 490 քառակուսի մետր ասֆալտապատումը, որից 200 մետր մետրը նախորդում է։ 200-ին գումարում ենք ևս 490 քառակուսի մետր։ 490 340 քառակուսի մետր վերաբերում է դեպի դպրոց եւ մանկապարտեզական ճանապարհին, իսկ 150 քառակուսի մետրն վերաբերում է Հռոմանի փողոցին։ Իմ ասում է ըստ որի պետք է ևս 490 քառակուսի մետր Համար 200-ը ներամյալ է։ 200 կար մենք նախորդին հաստատել ենք։ Բացի դրանից նաև այդ 6 միլիոն դրամը երանության լեվոն մրցույթ կայացավ։ Բավական դեկը շահի 5 միլիոնով հասած է։ Դեսրանից հետո արդեն գետը արդեն մրցույթի արդեն զմեր գլան 6 միլիոնով շահեն 5 միլիոնով 3 միլիոնով դեպի արդեն գերեվա մնացածները։ Եթե ուրիշ հարցեր կան, ընդրեմ։ Եթե չկա քվարկություն, ովքեր եք ով։ 21 ով դեմ 0 չկա։ Հասնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Եղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մակերիս բնակավայրում կարգ համալիրի կառուցման շմատ և փորձականության համաձայնություն տալու մասին։ Մարդինից մեկը շատ է։ Հարգելի հավաքաններ, գիտեք, թվականի հոկտեմբերի 2-ին Վարդենիս համայնքի Մակերիսին վերաբերել է, չէ՞ հավաքաններ։ Մակերիս բնակավայրում տեղի է ունեցել կարգ համալիրի կառուցման նախագծի և նախնական գնահատման հայտերի վերաբերյալ առաջին հանրային քննարկումը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձականության մասին օրենքների պահանջներին համապատասխան։ Բնակչությանը ներկայացվել է ծրագիրը և նախագծին վերաբերող որոշ տեխնիկական մանրամասներ։ Կարգ համալիրն ապահովելու է ֆոտովոլտաիկ կայաններով, շիներական աշխատանքներին ներբերվելու է նաև բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև մասնագետները։ Մենք բոլոր տեղերը, որ այսպեսի գործողություն ենք կատարում, ասում ենք, որ մենք պատրաստ ենք, որպեսզի Վարդենիսից, քաղաքից, թե տարբեր բնակավայրի եթե մասնագետներ կան և աշխատանքներ կան, մենք ապահովենք դրյակ շինարարության մեջ աշխատելու համար։ Նախագիծը Մակերիս բնակավայրի բնակիչների կողմից արժանացել է հավանության, առաջարկում են տալ համաձայնություն Մակերիս բնակավայրում կարգ համալիրի կառուցման և շմատի փորձականության վերաբերյալ։ Եթե առաջարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են ով, բոլորը ով, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնենք օրակարգի վերջին հարցին, երրորդ հարցին։ Եղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի շրջան բնակավայրում կարգ համալիրի կառուցման շմատ և փորձականության համաձայնություն տալու մասին։ Էլի հարգելի հավաքաններ, ինչ որ կարծացինք Մակերիսի վերաբերյալ, սա վերաբերում է արդեն շրջան բնակավայրին, առաջարկում ենք տալ ձեր համաձայնությունը Եղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի շրջան բնակավայրում կարգ համալիրի կառուցման և շմատի և փորձականության վերաբերյալ։ Եթե նույն հանրային լսումները կատարվել են շրջան բնակավայրում, շրջան բնակավայրի բնակիչների կառավարությունը արժանացել է հավանության բնակիչների կողմից և առաջարկում են տալ ձեր համաձայնությունը համալիրի կառուցման շմատի և փորձականության վերաբերյալ։ Եթե առաջարկություններ կան, ասեք, եթե չէ, քվեարկություն, ովքեր են ով, 21 ով, դեմ, ձեռնպահ չկա։
Հարգելի ավականներ, այսօր մեր արտահայտ նիստը ավարտվեց, այսքան էին մեր հարցերը, որովհետև շնորհակալություն եմ հայտնում մեր հաջորդ նիստը մեկ շաբաթ ձեզ վերադասել արդեն հերթական նիստը։ Շնորհակալություն, որովհետև ձեզ լավ է։